Հեռանկարի հյուրն է Գերագույն խորհրդի պատգամավոր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես կարծում եմ, որ հետևում եք նոր ազգային ժողովի աշխատանքներին եւ բնական է հարցնելու եմ ինչ կարծիք ունեք, ինչ տպավորություն։ Հետևում եմ ոչ մոլեռանդորեն, բայց հետևում եմ, որովհետեւ ինձ հետաքրքիր է իմ հայրենիքը ինչ ազգային ժողով ունի, ինչ իշխանություն ունենք մենք։ Իսկ տպավորությունը պետք է ելակետը ես իրատես եմ։ Ընդհանրապես այդպիսի տպավորություն չեմ թողնում, բայց իրականում ես իրատես եմ։ Իմ ինքնագնահատական այդպիսին է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը այսօր տարածաշրջանում եւ աշխարհում այնպիսին է, որ մենք գնացել ենք փոխզիջման։ Իսկ մեր իշխանությունը, օրինակ ազգային ժողովը փոխզիջումային իշխանության ձև է։ Այսինքն դա պայմանական ասենք 70%-ը անկախություն, ժողովրդավարություն, Եվրոմիության հետ ինտեգրացիայի կողմնակիցն է, 30%-ը բան է, ռելիկտ է, գաղութատիրության, իմպերիալիզմի։ Այդ տոկոսների հաշվարկը որտեղից ունեք։ Ես պայմանական եմ ասում, ասենք եթե վերցնենք այն ուժերը, այն ուժը, որը որ քվեարկել է Եվրոմիության հետ մերձեցման օգտին, դա մի կողմն է, պայմանականորեն 70%-ն է դա ձայների, իսկ այն ուժերը, որոնք որ չեն քվեարկել, այսինքն մնացել են հավատարիմ Եվրասիական միությանը, նրանք այն 30%-ն են։ Հիմա փոխզիջումայինը դա է, որ կարելի էր ընդհանրապես վտարել մի ժամանակ, օրինակ, ասենք մի 50 տարի առաջ։ Չլիներ ընդդիմություն, դա նկատի։ Ընդդիմության մասին չի խոսքը։ Տեսեք, դերևս չեմ ասում ուժերի այդ հարաբերակցության մասին։ Ես Հայաստանի Հանրապետության կարգավիճակի մասին եմ խոսում։ Իսկ իշխանության թևերի տարանջատումը դա արդեն այլ, եթե մենք հասցնենք, գիտեմ, որ սա արագ գործընթաց է մեր այս հանդիպումը։ Ուրեմն ես կարծում եմ, որ շուռ եկած վիճակ է սա, երբ որ մի ժամանակ, սրանից մի 20 տարի առաջ, 15 տարի առաջ ուժերի հարաբերակցությունը այլ էր, այսինքն մեծամասնությունը, նույնիսկ կարծեմ այսպիսի թվեր կան, 105 հոգի քվեարկել է Եվրասիական միություն մտցնելու օգտին Հայաստանը, մտցրեցին Հայաստանը, տարան Եվրասիական միություն, մի 7-8 հոգի քվեարկեցին դեմ, հիմա շուռ է եկել, այսինքն Եվրասիական միության կողմ են այդ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը իրենց թիմերով պերսոնալնի ասում եմ անհատապես այդ կողմնորոշումից կխոսենք Եվրամիություն թե ԵԱՏՄ ես մինչ այդ զուտ խորհրդարանի աշխատանքը բնորոշելով այն նախորդի համեմատ ձեզ ավելի կառուցողական է թվում կամ հավակնում է այդպեսին լինել թե ավելի ապակառուցողական ինչու եմ ասում որովհետև նախորդ ազգային ժողովը տարբեր հարցումներով գնահատականներով համարվում էր ամենացածր վարկանիշ ունեցածը այո շատ ցածրը քիչ է պետք է ասենք շատ ցածր վարկանիշ ուներ որտեղ ամենացածրը նախորդների կարելի է չգիտեմ ամենաներ որովհետև դեռ պետք է նրանց էլ գնահատենք նախորդներին էլ բայց ակնհայտորեն շատ ցածր էր վարկանիշը, որովհետև արդյունավետ չէր աշխատանքը, արդյունավետ չէր։ Օրինակ սահմանադրությունը որպես կարևորագույն խնդիր նույնիսկ չի քննարկվել։ Տեսեք ինչ հետաքրքիր է, իդեպ այս ազգային ժողովը նաև ցցում մի տեսակ ընդգծված էր նաև հայրեր որդիներ ռեժիմով։ Պատկերացրեք, որ նախորդ ազգային ժողովը ես անձամբ դա բազմիցս ասել եմ պետք է ընտրությունների մասին օրենքը այնպես աներ որ այդպես չլինի որ հայրեր արդեն այնտեղ կային նախադեպ էր որ հայրեր եւ որդիներ մի 4-5 հոգի կային որ բարձր պաշտոնյաներ էին եւ իրեն զավակները ժառանգություն որպես ստացել էին պատգամավորի կարգավիճակ
Այսինքն դա պետք է անհանգստացներ նախորդ ազգային ժողովին ու ընտրությունների մասին օրենքում անպայման մտցնեին մի բան, օրինակ ասենք վերականգնեին մաժորիտարը, մեծամասնական ձևը, որպեսզի ցուցակով թույլ տվեք ձեր եթերում այդպես ասենք, առանձին անհատներ, եթե Սամվել Կարապետյանը ում որ ուզենար, նրան կգրեր ու նայել այդ անցողիկ տարածքում կլիներ падգամավոր, այսինքն մի մարդու կյանքեր, կամ Ռոբերտ Քոչարյանը, ում ցանկացել է նրա անունը գրել է, ինքն է ցանկացել, նրանք դարձել են падգամավոր։ Մյուս թվում նույնպես Նիկոլ Փաշինյանը, ում որ չցանկանար, նա չէր կարող հայտնվել անցողիկ ցանկում։ Ես վերջացնեմ միտքս, այսինքն դա շատ կարևոր էր, այդ ժառանգություն նախորդ ազգային ժողովից մենք ստացանք բացասական հետևանքներ ունեցող ընտրությունների մասին օրենք։ Տեսեք, ցածր որ ասում ենք, հենց այնպես անձնական համակրանքից չի։ Տեսեք, այս օրերի քննարկումների ընթացքում ամենայսպես հաճախակի քննարկվողը հաճախակի քննարկող թեմաներից մեկը վերաբերում է սահմանադրությանը, նոր սահմանադրությանը եւ նաեւ այսպիսի ձևակերպում կա օրինակ ոչ իշխանական ուժ, այսինքն ընդդիմադիր խմբակցություններից մեկը նշում է, որ այս սահմանադրությունը բացառապես Ալիևյան սահմանադրություն է։ Ես համաձայն եմ այդ գնահատականի հետ համաձայն եմ Ալիևի կադրերի պարտադրած հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը սահմանադրություն է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հագուստն է դա Ալիևի կադրերի Հայր Ալիևի այսինքն իսկապես գուբերնիայի դա Նագորնի Ղարաբաղի օբլաստի սահմանադրություն է տեսեք դուք խոսում եք գործող սահմանադրության մասին ես հարցնում եմ այն սահմանադրության մասին որը կարծես թե մեզ պարտադրվում է որին գնում է Հայաստանը գիտի ով է կարդացել այդ սահմանադրությունը դուք ամենայն դեպս դրա տեքստը չի հրապարակվել բայց Ադրբեջանը անընդհատ ասում է որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի այդ հանգամանքը հաշվի առնելով կա կարծիք որ սա Ալիևյան սահմանադրություն նրանք այն ինքնանույնացման խնդիրը իրենք նրանց համար հարմար սահմանադրություն պարտադրեցին մեզ կարծում են թե դա կանոն է այսինքն ցանկացած իշխանություն Ալիևից սահմանադրությունն է ստանում եւ անցկացնում իրենց կարծիքով այ ձեր մոտ կարելի ասել խելքի հաշեցեք հիմա պետք է փոխել այդ սահմանադրությունը իհարկե պետք է փոխվի սահմանադրությունը պետք է փոխվի հաշվի առնելով մի քանի կարևոր բան օրինակ իշխանության տարանջատումը օրենսդիր գործադիր եւ արդարադատության ասեն նրանք պետք է հակակշիռներ լինեն եւ հավասարակշռեն մեր սահմանադրության մեջ նույնիսկ հակակշիռ բառը որ արդեն 250 տարի դա կրկնվում է ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո եւ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի մեջ շեշտված էր հակակշիռ մեր սահմանադրությունը արտագրված է Քեմալ Աթաթուրքի 1923 թվականի ընդունած սահմանադրությունից 82 թվականին 1982 թվականին բարեփոխվել է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությունից արտագրված է։ Դա կա նաև Թաթարստանում։ Այդպիսի սահմանադրություն կա նաև Թաթարստանում։ Հիմա տեսեք ամենամեծ քաղաքական վեճը այդ հռչակագրի հարցի շուրջ է։ Հիմա պետք է փոխել, հանել այդ հռչակագիրը, թե ոչ։ Մենք ուրեմն պետք է ելնենք նրանից, թե ինչ երկիր ենք մենք կառուցում եւ ինչ ունենք։ Հռչակագիրը դա սադրանքի այլ լեզվով ասած պրովոկացիայի հռչակում էր Հայաստանը հռչակվում էր պրովոկատոր մենք հռչակվում ենք մեր երկիրը 200 տարի պրովոկատորի կարգավիճակ է ունեցել այսինքն հրահրել պատերազմ ռուս-թուրքական եւ շահել այդ պատերազմում մենք դա ենք արել 200 տարի ընդհանրապես ռուսական իմպերիայի մուտքը տարածաշրջան չէ Հայաստան հայկական հենց դա սադրանք էր, այսինքն սադրել այստեղ մեծ մասշտաբի պատերազմ օրինական ձևով թուրքական Օսմանյան իմպերիան լուծարելու համար։ Հիմա բարձ է, չէ՞, ասում եմ այն հռչակագրի մասին, որի մեջ Ադրբեջանը տեսնում է տարածքային նկրտումներ եւ այլն։ Ես մասնակցել եմ այդ հռչակագրի հռչակմանը։ Այսինքն պետք է հանել այդ հռչակագիրը։ Ես ասում եմ, որ եթե Հայաստանը մնալու է որպես պրովոկատոր պետություն,
հարկավոր է ավելացնել որոշ բաներ, ծովից ծովը, այլ բաներ ավելացնել, կարելի է ավելացնել, նորը թարմացնել, եթե մենք մեզ հայտարարում ենք սադրիչ համաշխարհային պատերազմի կամ ռուս-թուրքական պատերազմի։ Հա, ալաշկերտ այդ ամեն ինչը մտցնել Մենք այնտեղից ենք ծագումով։ Կամ հանել Ես ձեր ձայնից գիտեմ, որ դուք էլ։ Ես էլ եմ այնտեղից իհարկե։ Հիմա մենք երկուսով ես էլ այստեղ ոնց ասում են ռուկոյ падած։ Ես իգդիրցի եմ, իմ նախնիները իգդիրից են։ Պատկերացրեք, որ հռչակագիրը հենց մենք դա էինք հռչակում։ Միացումը եւ պահանջատիրությունը դա սպասարկում էր մեծ համաշխարհային պատերազմին։ Մենք 200 տարի դրանով զբաղվել ենք, հաջողությամբ կամ անհաջողությամբ։ Ես կարծում եմ, որ շատ մեծ դժբախտությամբ, դա եղել է դժբախտություն, մենք կորցրել ենք մեր հայրենիքը, հայրենազրկվել ենք, մենք ենթարկվել ենք գենոցիդի այդ սադրիչ լինելու պատճառով։ Այդ հռչակագիրը պետք է անպայման փոխվի, համապատասխանեցվի այսօրվա հայկականության եւ հայ ժողովրդի եւ հայկական պետության ծրագրերին։ Պարզապես խնդիրը նրանում է, որ քանի որ Ադրբեջանից էլ անընդհատ մենք այդ պահանջն ենք լսում ներողություն սահմանադրության փոփոխության հասարակության մոտ այն ընկալումն է, որ սա ստացվում է հենց Ալիևյան պարտադրանքով սահմանադրություն։ Պարտադրանք է դա, անշուշտ պարտադրանք է, Ալիևը մտել է այդ պարտադրանքի մեջ, պարտադրանք է մեր ռեսուրսների պատճառով։ Մենք պետք է ընդունենք այդ պարտադրանքը։ Մենք հարկադրված ենք հաշվի առնել իրականությունը։ Մենք հարկադրված ենք հաշվի առնել դասալքությունը, մեզ պրովոկատոր հռչակած պետությունը, իմպերիան, հեռացել է, մեզ թողել է այստեղ։ Դուք պատկերացնում եք, նա հեռացել է, ով որ մեզ Իմպերիայի հետ կապված, հիմա իմպերիան մեզ պարտադրում է նաև հանրաքվե անցկացնել ԵՄ թե ԵԱՏՄ, վարչապետը ասում է, որ ըստ էության, եթե այդպիսի հանրաքվե լինի, մենք պատասխանելու ենք հարցի, որը գոյություն չունի։ Այո։ Այսինքն մենք դեռ ԵՄ հստակ թե որոշակի այսպես կա, հա, ուղղվածություն, բայց ոչ ճանապարհը կա, ոչ ինչ-որ հստակ կանխատեսումներ կան, թե երբ մենք կհասնենք այդ ճանապարհի վերջին կետին։ Մյուս կողմից ընդդիմադիր պատգամավորներից մեկը խմբակցության ղեկավարը ասում էր, եթե չկա այդ հարցի պատասխանը կամ հարցը որպես այդպեսին, մենք ինչու նախաձեռնեցինք այդ դեկլարատիվ օրենքը, որ մենք սկսում ենք այդ ճանապարհի սկիզբը, հա, Եվրամիությանը ինտեգրվելու։ Ես կարծում եմ, որ հարկավոր է հանել օրակարգից այդ խնդիրը։ Մեզ պարտադրված շատ բան կա, մենք կարող ենք ընտրել այդ պարտադրանքներից, որը կատարենք, որը չկատարենք։ Այդ օրակարգը 205 հոդվածի մասին է սահմանադրության։ Այդ օրակարգը մենք կարող ենք արհամարհել։ Դա ոչ Ալիևի գործն է, ոչ Պուտինի, ոչ էլ Զյուգանովի։ Այսինքն մենք ինքներս կորոշենք։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը ավելի կտրուկ արտահայտվեր, ես կարծում եմ, որ դժվար թե նրանք դա իրենց հարմար է։ Այդտեսեք ինչն է հետաքրքիր, որ մեր հակառակորդներին հարմար թեմա է դա, իսկ իրենց աջակիցները մեր տարածքում, մեր երկրում, մեր ազգային ժողովում, մեր հակառակորդները ունեն շահերի ներկայացուցիչներ։ Այսինքն նրանք բերում են օրակարգ, այնտեղ հայտարարում են, այստեղ բերում են օրակարգ։ Այսինքն ուղղակի արձագանքում են։ Ես կարծում եմ, որ հարկավոր է անարձագանք թողնել այդ հարցերը։ 205 հոդվածին մենք կարող ենք ընդհանրապես չանդրադառնալ։ Հանրաքվե կանցկացնենք, թե 105 հոգով դա կորոշենք։ Պարոն Արշակյան, բայց մենք կախվածություններ ունենք, չէ՞, մենք այդքան մեծ հզոր երկիր չենք, որ անտեսենք կամ առամարենք եւ գերտերություններին եւ մեր հարևաններին, մեզ պետք է շատ զգուշավոր, չէ, շատ լուրջ քաղաքականություն ենք զգուշանան։ Ինչի մենք պետք է զգուշանանք։ Ինչի զգուշանանք։ Հիմա մեր տնտեսությունը տուժում է։ Թող զգուշանան, որ կորցնում են մեր նման կարևոր մի դաշնակից։ Եթե կարևոր չենք, ձեր բանը գործը թողած ինչեր կընկել մեր 205 հոդվածի հետևից, այդ ձեր դուբինկաներով, բալալայկայով, վալինկաներով, էլ ինչ ունեն, այսինքն Ռուսաստանը ավելի շատ է կորցնում, քան մենք։ Իհարկե։ Մենք ինչ ենք կորցնում, որ մենք կորցնում ենք վամպիրին, որ մեզանից տանում է անընդհատ։ 200 տարի մենք անընդհատ սնուցել ենք։ Իդեպ մեր մականունը նրանց մոտ կոչվում է Պիտատելնա սրիդա կամ ֆորպոստ,
կամ անվտանգության գոտի, իրենք կորցնում են իրենց պիտացելնայա սրիդան, կորցնում են իրենք Ալիխանովներին, Օրբելիներին, ում չեն կորցնում, նրանք են կորցնում եւ 600,000 լավ զինվոր, որ տարան Գերմանիայի դեմ կռվածրեցին։ Դա են կորցնում, մենք կորցնում ենք հսկայական շուկա, ես ավելի առարկայական տնտեսությունից խոսեմ, ապրանքաշրջանառության 80%-ից ավելին մենք կորցնում ենք վառելիքի հնարավոր կորուստներից կարող է լինել շուկան, գուցե մենք ձմեռնամուտին գազը կորցնենք եւ այլն եւ այլն։ Սա սովորական մարդու տրամաբանությամբ եմ ասում։ Հա, մենք անսովոր բաների մասին պետք է խոսենք։ Մենք տարեկան 2 անգամ ավել տալիս ենք Ռուսաստանին, քան թե ստանում ենք։ Մեր բալանսը, ասենք, հաշվեք շիրը օգուտ մետրոպոլիայի է։ Մենք մաքուր դասական առումով 18-րդ դարի վերջի գաղութ ենք, 19-րդ դարել չենք մտել, մեզ ընդհանրապես չեն հարգում։ Եվ մենք ինչ անենք, որ այդ կորուստների տակից հիմա մենք կորցնում ենք, թե շահում ենք։ Երբ որ մենք խզում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ 80%-ից երբ որ հրաժարվում ենք, ինչի գազ չկա տարածաշրջանում, նավթամթերք չկա, սննդամթորեն չկա, լավ վերջին հաշվով կա ադրբեջանական գազ, որը վստահելի չէ, կա իրանական գազ, որը թանկ է եւ դեռ դրա տեխնիկական լուծման հարցը լուծված չէ։ Ինչից է թանկ։ Տեսեք, երկաթուղին մեր ռուսական գազից է։ Ես անձամբ ռուսական երկաթուղուց օգտվել եմ Ռուսաստանի 100 անգամ կամ 100 տարի առաջ է մեր երկաթուղուց։ Շարունակեմ, բա գույքը մեր որ պատկանում է իրենց ու չի աշխատում, այսինքն արդյունավետ չի Հայաստանի տնտեսությունը, որովհետև գույքը իրենցն է։ Հիմա ես ասում եմ հարկավոր է անջատվել, դուրս գալ այդ 80%-ից մեզ գազել կտան, թանկ լինի, մենք էլ թանկ կծախենք մեր ծառայությունը։ Մեր ֆորպոստ լինելը, պիտացելնայա սրեդա լինելը, աշխարհագրությունը մենք շատ թանկ արժի, այդ թանկարժեք ապրանքը, որը կոչվում է աշխարհագրություն, մենք շատ թանկ կծախենք, ոչ թե ձրի կտանք Ռուսաստանին, ոչ թե ձրի, նվերով կտանք Ռուսաստանին։ Հիմա ես ասում եմ, որ ինչ են մեզ վախացնում, դուք էլ հո չեք փորձում մեզ վախացնել, չէ, չեք փորձում։ Ուրեմն մի վախացրեք, թող վերցնեն իրենց գազը ու գնան։ Մի անգամ մեծամտորեն ասեմ, ես մեծամիտ մարդ եմ։ 1990 թվականին Ռուսաստանը ճիշտ այսպես էր, նախորդին Սովետական միության լուծարման, Ռուսաստանի հեռացման պրաշանյա, որ ասում են, դրա նախորդին ամեն ինչ գազամուղը, տանկերը, պահեստները, էլեկտրոկայանները, ճանապարհները, կամուրջները, հանքերը Ռուսաստանը լքեց, ոչ թե նվիրեց, նույնիսկ այնքան թափթափված էր, որ չնվիրեց, լքեց Հայաստանից ու գնաց։ Հիմա էլ նա պետք է լքի, որ ապագաղութացման ռեժիմով միայն այսօրվա մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ դասական գաղութատիրական են, ապագաղութացման ծրագրով մենք կարող ենք ասել «Պրաշայ Ռոսիա»։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսքան հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Գերագույն խորհրդի падգամավոր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։